Անշարժ գույքի հետ կապված գործարքների թիվը նվազել է։ Ինչով է սա պայմանավորված եւ ինչ սպասել հետագայում։ Եթե փորձենք առաջին հարցադրմանը պատասխանել, ապա ընդհանուր բանաձևային անշարժ գույքի շուկայի վերջին տարիների, վերջին ժամանակաշրջանների շարժիչ զարգացումներ ապահովող գործոնները թուլացել են, իդեպ թե ներքին եւ թե արտաքին, եւ հետեւաբար այդ թուլացման արդյունքը պիտի լինի անշարժ գույքի շուկայի որոշակի պասիվացումը, ըստ էության ինչի արձանագրումն ունենք վիճակագրության։ Կառաջարկեմ միասին դիտել մեր առաջին պատկերը, որտեղ հենց այդ վիճակագրության արտացոլումն է կապված ընդհանուր գործարքների եւ նաեւ որոշ գործարքների մասնավորեցմամբ եւ հետո շարունակենք դրա հնարավոր բովանդակային նկարագրության մասով։ Եվ այսպես 2025 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի հետ կապված հանրապետության տարածքով բոլոր ընդհանուր գործարքների թիվը կազմել է 54165, այն դեպքում, երբ 2024 թվականի առաջին եռամսյակում այդ թիվը եղել է 57755։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկումը կազմել է 6.2%, բայց շատ ավելի մեծ անկում ունենք նախորդ տարվա վերջին 3 ամիսների վերջին 4-րդ եռամսյակի համեմատ, մասնավորապես 2024 թվականի 4-րդ եռամսյակի նկատմամբ անկումը կազմել է 18.2%։ Բավական հետաքրքիր է ուսումնասիրել կոնկրետ ընդհանուր գործարքների ներքո, որ գործարքների դեպքում ինչպիսի զարգացումներ ունենք եւ դրանցից որոշները մեր ընկալմամբ եւ պատկերացմամբ ամենահետաքրքրողը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնողները ներկայացրել են։ Ըստ այդմ 2024 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ առք ու վաճառքի գործարքները նվազել են 4.9%-ով։ Իդեպ պետք է նշել, որ 2024 թվականի տարեվերջի նկատմամբ, այսինքն վերջին 3 ամիսների նկատմամբ առք ու վաճառքի գործարքներն այս տարվա առաջին 3 ամիսներին նվազել են 24%-ով։ Այսինքն տարեվերջյան զարգացումները համեմատ շատ ավելի կտրուկ է անկումը, ինչևից է։ Վարձակալության պարագայում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ անկումը կազմել է 20.6%, ընդ որում վարձակալության հետ կապված գործարքները անկման տեսանկյունից առաջինն են, ամենամեծ անկումը հենց այստեղ է արձանագրվել։ Գրավադրումը ավելացել է 61%-ով, օրինականացման պարագայում 46.6% անկում ունենք։ Ես կուզեի երկու հանգամանքի վրա մի փոքր ուշադրություն դարձնեինք վարձակալության մասով, պատահական չէ հենց այս ուրեմն ուղղության շեշտադրումը, մենք խոսեցինք, որ անշարժ գույքի շուկայի հիմնական շարժիչները թե արտաքին եւ թե ներքին թուլացել են, ինչի արդյունքում ունենք այս պատկերը, եւ վարձակալության գործարքների կրճատումը ըստ էության իրավունք է տալիս ենթադրելու, որ դա առավելապես պայմանավորված է հենց արտաքին ազդեցությունների թուլացմամբ։ Բոլորս գիտենք, հայտնի է, որ վերջին տարիներին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռելոկանտները վարձակալության շուկայում բավական մեծ պահանջարկ ձևակերպեցին, այդ թվում նաև Ռուսաստանից Հայաստան եկած մեր հայրենակիցները, այնուամենայնիվ այդ մեծ պահանջարկը ձևակերպվեց եւ բնականաբար այդ գործոնի թուլացումը, որի նականատես լինում ենք, դա անգամ անզեն աչքով նկատելի է, պետք է անդրադառնալ մասնավորապես վարձակալության նկատմամբ պահանջարկի կրճատմամբ, ինչն էլ ըստ էության վարձակալության գործարքների այս եռամսյակի նախորդ եռամսյակի համեմատ 26%-անոց անկման դրսևորումն է ուրեմն ստացել վիճակագրությամբ։ Գրավադրման հետ կապված անշարժ գույքի գործարքների թվում գրավադրումը ավելացել է, իդեպ միակ ուղղությունն է գործարքների տեսակներով, որտեղ աճ ենք արձանագրել։ Առաջանում է պարզ հարցադրում, մեր ավելի հարստացող բնակչությունը ինչու է ավելի շատ գրավադրում իրականացնում։ Հիշում ենք, որ ոչ վաղ անցյալում մեզ մոտ քարոզչություն կար առայն, որ իհարկե պետական պարտքի համատեքստում, առայն, որ մեր հանրությունը ավելի արագ հարստանում է, քան պարտք ենք ներգրավում, բայց ինչևից է, հարց է առաջանում, ինչու ավելի արագ հարստացող հասարակության պարագայում, պայմաններում գրավադրման ցուցանիշը պետք է լինի դրական, աճող։ Օբյեկտիվության համար պետք է նշենք, որ գրավադրման այս ցուցանիշի ներքո 61%-անոց աճի ներքո ներառված են նաև հիպոթեկային ուրեմն վարկավորման գործարքները, վարկավորման արդյունքում, երբ բնակարանը ձեռք է բերվում եւ անմիջապես գրավադրվում, դա եւս գրավադրման գործարքների մեջ ներառված է եւ նաեւ էլի օբյեկտիվությունն ապահովելու համար այս նույն ժամանակաշրջանի վիճակագրությունը հենց այդ տեսակի գրավադրումների թվի աճը արձանագրում, դա այդպես է, բայց առաջանում է հարցադրում, արդյոք այս 61%-անոց աճի համատեքստում միայն
հիպոթեկային վարկավորմամբ պայմանավորված գրավադրումներն են, թե ոչ, եւ եթե ոչ, արդյոք այս ցուցանիշի ավելացումը ուղիղ ուրեմն վկայությունը չէ հանրության շրջանում սոցիալական խնդիրների, սոցիալական լարվածության։ Թեև մենք սոցիալական խնդիրների մասին ենք խոսում, դա այն ոլորտն է, այն ուղղությունն է կամ այն թեման է, որի մասին վկայություններ գտնել վիճակագրական տողատակերով առնվազն իրականում այնքան էլ պետք չէ, քանի որ դա այնքան երևացող եւ յուրաքանչյուրի առօրյայում այնքան ներծծված խնդիր է, որ վիճակագրությունը չի, որ պետք է դրա մասին խոսը։ Վստահաբար մեզ լսողները, ես, դուք, բոլորս սոցիալական այդ խնդիրները ամենօրյա կտրվածքով զգում ենք։ Ինչևից է, դա նաև որոշ արտացոլումներ գտնում է կամ առնվազն մենք կարծում ենք, որ կարող է գտնել որոշ վիճակագրական տվյալներում, որի մասին էլ ըստ էության խոսեցինք այս պարագայում գրավադրման դեպքում։ Շարունակելով ըստ գույքի տեսակի գործարքների ուրեմն թվերի հետ կապված նշենք, որ բնակարանների ուրեմն պարագայում բնակարանների հետ կապված գործարքների պարագայում ունենք 1.8% անկում, անհատական բնակելի տների պարագայում ավելի բարձր է անկումը 11.3% անկում, այս հանգամանքը հուշում է, որ արդեն ներքին շարժառիթների թուլացման արդյունքի հետ գործ ունենք, մասնավորապես բոլորից շատ հայտնի հիպոթեկային վարկավորման ծրագրում եկամտահարկի վերադարձելիության այդ հնարավորության հետ հետը չհարկման արդյունքն է նաև դրսևորվում, ինչի մասին թերևս խոսել ենք շատ։ Առաջարկում եմ միասին դիտարկենք նաև մեր երկրորդ պատկերը, որտեղ արդեն մասնավորապես երևի թե հանրությանը ամենաշատը հետաքրքրող թեման է, դա անշարժ գույքի գներն են։ Վիճակագրության տվյալներով փաստացի անշարժ գույքի ուրեմն բնակարանների 1 մետր քառակուսու միջին շուկայական գները նվազում են, սակայն որտեղ է վերապահումը եւ ի վերջո բնակարաններն էժանանում են, թե ոչ, այս հարցադրումը իրականում բավական, այսպես հակասական քննարկումների առիթ է ուրեմն հանդիսանում շատ պարզ պատճառով, որովհետեւ իրականության մեջ շուկայում շատ շատերը այդ ուղիղ գնիչեցումը չեն նկատում, չեն տեսնում, բայց եկեք միասին դիտարկենք վիճակագրական տվյալներն ինչ են ասում այդ մասին։ Մասնավորապես ըստ գոտիականության իդեպ իրավիճակը տարբեր է եւ հենց այստեղ է վերապահումը եւ դա եւս պայմանավորված է նույն հիպոթեկային վարկավորման ծրագրի հետը չհարկմամբ, որը կհիշեք մեկնարկեց կենտրոն եւ արաբկի շրջաններից, ապա Երևանի ավելի ծայրամասային թաղամասեր եւ միայն 2024 թվականի ավարտին առհասարակ դադարեցվեց Երևանում։ Դրա արդյունքը ըստ էության մենք արդեն տեսնում ենք, եթե կենտրոնում 2024 թվականի մարտի դրությամբ 1 մետր քառակուսու միջին շուկա գինը 902.000 դրամ է կազմել, ապա 2025 թվականի մարտի դրությամբ արդեն 893.000 դրամ։ Փոխարենը, եթե դիտարկելու լինենք օրինակ Նուբարաշեն թաղամասի պարագայում, ապա 226.500 դրամ միջին շուկայական գնի փոխարեն այս տարվա մարտին ունենք 236.100 դրամ։ Այսինքն պահանջարկի հետը տեղափոխումը կենտրոնից դեպի ծայրամասային թաղամասեր ըստ էության արտացոլվել է նաև գների վրա։ Հիմա եթե ավելի այսպես ընդհանրական փորձենք ներկայացնել, ի վերջո ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայի զարգացումների ներքո, իդեմս նույն գների հետ կապված էժանանում են բնակարանները, թե ոչ, այստեղ մենք բավական հետաքրքիր անշարժ գույքի շուկայի առանձնահատկությունների հետ գործ ունենք։ Նախ անշարժ գույքի շուկան ունի իներցիա պահելու որոշակի առանձնահատկություն։ Դա պայմանավորված է թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով։ Թերևս եթե սուբյեկտիվից սկսենք, ապա վերջին ժամանակաշրջանում բարձր գների պարագայում թե կառուցապատողները, թե երկրորդային շուկայում բնակարան վաճառողները հեշտ չեն համակերպվում ավելի ցածր գների հետ։ Հետևաբար ավելի տևական ժամանակ քան իրողություններն են իրական պահանջում, անշարժ գույքի շուկայում գների որոշակի մակարդակը իներցիայով պահպանվում է։ Մյուս կողմից օբյեկտիվ պարամետրը դա նույն կառուցապատողների համար թղթաբանության եւ այլ պարտադիր տեխնիկա տնտեսական միջոցառումների հետ կապված ուրեմն որոշակի գործընթացների բարդացումներ, որոշակի թանկացումներ, այդ թվում ինչը անշարժ գույքի շուկայի ինքնարժեքի վրա ազդեց եւ ինչն էլ իր հերթին, թեև իրողությունները օբյեկտիվորեն կարծես
կարծես թե ձևավորում են միջավայր, որ պետք է որոշակի գնանկում լինեն, կառուցապատողները չեն շտապում կամ չեն կարողանում շտապել։ Բայց այստեղ նաև կա խնդրի հակառակ կողմը։ Էլի առիթ ունեցել ենք, միասին զրուցել ենք այս մասին, ամիսներ առաջ թերևս սեփական փոքր վերլուծությունը ցույց է տվել մի հետաքրքիր պատկեր, երբ հայտարարված գինը կառուցապատողի կամ միջնորդ աշխատակազմի հետ բանակցելու պարագայում հնարավոր է ստանալ լրիվ այլ գին։ Վիճակագրությունը վերցնում է այն, ինչ հայտարարված է, այն, ինչ երևում է, իսկ իրականության մեջ փաստացի հնարավոր է նաև ունենալ այլ ավելի ցածր գին։ Սա իրական հատվածում գների իջնել-չիջնելու հետ կապված։ Եվ մյուս կողմից այսօր կառուցապատողները նաև այլ որոշակի միտումների եւ տենդենսների ներքո են։ Մասնավորապես, գուցե ուղակի գնանկում, գնիչեցում մեծ ցուցանիշներով, մեծ չափերով տեղի չի ունենում, բայց կառուցապատողները բնակարանների ձեռքբերման պայմանների բավական դյուրացված պայմանների այսպես փունջ են ներկայացնում, որը իհարկե ուղիղ գնիչեցում չէ, սակայն ընդհանուր առմամբ զեղչի տարատեսակ է։ Եթե փորձենք նաև ամփոփել մեր ընդհանրապես անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքների, այդ թվում արք ու վաճառքի գործարքների եւ այլ տարատեսակների հետ կապված ցուցանիշների անկումները եւ նաև այն իրողությունները, որոնք կապված են տնտեսության հետ, շատ ենք խոսել այդ մասին, այդ գործոնների չեղարկում, տնտեսական ակտիվության աճի, պասիվացում, դանդաղում եւ այլն, այդ ամենը վկայում են այն մասին, որ անշարժ գույքի շուկայում կարելի է երևի թե վստահաբար պնդել, որ պահանջարկի կրճատում կա եւ եթե չլինեն նոր ցնցումներ, չկանխատեսված դրական այդ թվում որոշակի զարգացումներ եւ ցնցումներ, ապա այս միտումները շարունակական են լինելու։ Իսկ պահանջարկի շարունակական անկումը, լինի դա ուղղակի գնիչեցման թե անուղղակի զեղչերի դեմքով, այնուամենայնիվ անշարժ գույքի շուկայում գնանկումներ առնվազն ենթադրում են։